Թուրքի մեծանուն գրողներից մեկի համաստեղի գրականություն այն բացառիկներից է, որ միաժամանակ ջերմորեն ընդունվեց թե Թուրքում, թե խորհրդային Հայաստանում։ Եվ դրա պատճառը ամենևին այն չէ, որ համաստեղի արձակը չուներ այս կամ այն կողմի համար ոչ ընդունելի կամ անհարազատ գաղափարական շեշտադրումներ։ Դրա պատճառը թերևս համաստեղի գրականության խորության, բարձր գեղարվեստականության եւ ամենակարևորը յուրօրինակ երբեմն անբացատրելի հմայքի մեջ է, որի շուրջ էլ այսօր համաստեղի ծննդյան 130-ամյակի առիթով զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում կզրուցենք գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ։ Ողջույն Հայկ։ Բարև Արքմենիկ։ Ես երբ որ ասում եմ համաստեղ եւ զրուցում եմ քեզ հետ, անմիջապես հիշում եմ, որ քո առաջին տպագիր հոդվածը լուրջ, Գաոն ամսագրում հենց համաստեղի մասին էր, զրույց ունի մեր հետ պատմվածքի փայլուն վերլուծություն, նույնիսկ այսօրվա հայացքով, եւ դու մյուս վերլուծությունները զատ փորձել էիր մոտենալ այդ հմայքի գաղտնիքներին։ Ինչ ասել է արձակի հմայքը ընդհանրապես համաստեղինը մասնավորապես։ Շնորհակալություն Արքմենիկ, ես հիանում եմ քո լավ հիշողությամբ, իհարկե, ինձ համար նաև անձնական պատմություն է, որովհետև ինչ որ առումով փաստորեն գրականագիտական այս քայլերը սկսել են փաստորեն համաստեղի այդ պատմվածքը, այդ իսկապես հիանալի պատմվածքը վերլուծելով եւ նաեւ սա օգնել է ինձ նաեւ հետագայում իմ ուսումնասիրությունների մեջ հատկապես արձակի եւ հատկապես այդ հմայքը հասկանալու թե ինչպես է հնարավոր որևէ գաղափար, այս դեպքում օրինակ զրույց շունի հետ պատմվածքում շատ կարեւոր է ցեղասպանության այս հուշը, վերադարձը, կարոտը, բայց նաև ավելի բարձր մի բան զոհաբերությունը, որովհետև այդ տեքստը ինչպես կարող է դառնալ մի հոգևոր ծիսական գործողություն նույնիսկ այ համաստեղի այս պատմվածքում սա կարող ենք տեսնել եւ նաեւ մի տեսակ անսպասելի պատմվածք է օրինակ այս պատմվածքը, որովհետեւ նախորդ մեծ ծանոթ անձրև կամ գյուղը ժողովածուների պատմվածքներից շատ տարբեր է, կարծես թե մի նոր շունչ է տարիներ անց, որովհետեւ բավական ուշ է դա այդ պատմվածքը գրել նախորդ պատմվածքներից հետո եւ տարիներ անց կարծես թե իր համար հեղինակը նաև ընթերցողի համար բացահայտում է նոր ինչ-որ բաներ եւ գալիս է այդ մեծ ողբերգության ընկալման մի նոր հանգրվանի, բայց իհարկե հմայք ասելով հասկանում ենք պատկերները, հասկանում ենք մթնոլորտը, հանդարտությունը, առինքնող այդ հատկապես գյուղական պատկերների դեպքում, բայց սա իմ պատկերացմամբ գյուղագրություն չի որպես այդպեսին, ինչը մենք կարող ենք ասել օրինակ Հրանտ Մաթևոսյանի դեպքում էր, որովհետև գրականագիտությունը կարծես թե տեղավորում է հեղինակներին ինչ որ թեմատիկ շրջանակների մեջ ընկալելի, բայց համաստեղին էլ կարծիքով գյուղագրություն չէ, գյուղական պատկերներ են, կենցաղային փոքր դրվագներ են, բայց այստեղ մարդիկ այնքան ներդաշնակ են բնության հետ, ներքին այդ կոնֆլիկտները այնպիսի հետաքրքիր, երբեմն անսպասելի լուծումներ են ստանում, բայց ամբողջը մարդու եւ մարդկայինի շուրջ է կառուցում, այդ մարդը գուցե կարող էր քաղաքում էլ ապրել, իհարկե, բայց ըստ ամենայնի այստեղ մի շատ նուրբ բան կա, ես ընդհանրապես ուզում եմ նաև մեր զրույցի այս առիթը օգտագործենք եւ որոշ բնութագրումներից չասեմ փրկենք համաստեղին, այլ փորձենք ավելի քիչ կիրառել, նրա ստեղծագործության մասով այդ տեսակ բնորոշումները, օրինակ գյուղագրություն, օրինակ, տես, համաստեղը ըստ ամենայնի քաղաքային մարդ է ըստ ամենայնի եւ ես գլխավորապես 13 թվականից գլխավորապես այդ տպավորությունն եմ ստացել եւ ստեղծագործում ապրում են այն ժամանակներում երբ ապրում են Հեմինգուեյը, երբ ապրում է Վիլյամ Սարոյանը, այո, տես, ընդ որում երեք մեր հաղորդմանը պատրաստվելիս մի ձայնագրություն գտա, որտեղ Սարոյանը համաստեղը զրուցում են միմյանց հետ եւ երկուսի ձայնն էլ այսպես համատեղ լսեցի, սա որպես լրացում եւ ընդհանրապես նրա տոնի մեջ, նրա արձակի մեջ ես ավելի շատ մեծ աշխարհ տեսած, այդ մեծ քաղաքների շունչը տեսած մարդու շնչառություն գիտեմ եւ նրա արձակի մեջ դա տեսնում եմ, որովհետեւ դու նշեցիր 13 թվականից ցեղասպանությունից առաջ ընդ որում դա էլի շատ կարեւոր է շեշտել Համաստեղը հոր հրավերով մեկնեց Միացյալ Նահանգներ եւ ըստ ամենայնի մինչեւ կյանքի վերջը ապրեց Միացյալ Նահանգներում եւ
այդ գյուղական կյանքի, այո, մինչև 66 թվականը եւ այդ գյուղական կյանքին այդ բոլոր նրբություններին ըստ ամենայնի նրա արձակը հարաբերվում է հիշողությամբ։ Ես տպավորություն ունեմ, որքան էլ կարոտի գրականություն ասվածը շատ տարածված է, հա, գրականագիտական ամենատարբեր մեկնություններում, դա իմ կարծիքով որոշակի արհեստական կնիք ունի ինչ առումով, որ տես ես խոսքից գդում նշեցի, չէ, որ ջերմորեն ընդունվեց եւ Խորհրդային Հայաստանում եւ Սփյուռքում եւ այդ կարոտի գրականություն ձևակերպումը, որ չգիտես ինչի միշտ դրանով բնորոշում էին այն գրականությունը սփյուռքահայ, որը ավելի շատ միտված էր այդ գյուղական, հա, կյանքին, այդ մնձուրի, չգիտեմ, նույն համաստեղ եւ այլն, ես դրա մեջ ինչ եմ տեսնում արհեստականություն, որովհետեւ հատկապես Խորհրդային Հայաստանում դա հարմար բնորոշում էր տվյալ գրողին, այո, Հայաստանում ներկայացնելու համար, Հայաստանում տպագրելու համար եւ այլ, հա, ինչ որ չեզոք բաներ պահելու համար, բայց երբ որ ահա այս տերմինից զատ կարոտի գրականություն, որտեղ ոնց ասեմ, ցեղասպանությունից հետո ինչով պակաս կարոտի գրականությունը, չգիտեմ, նույնիսկ Գրիգոր Զոհրաբի գրականությունը, երբ որ հայացքն ես դնում, ինչով պակաս կարոտի գրականությունը, Երուխանի գրականությունը, Ռուբեն Զարդարյանի գրականությունը, որտեղ երբ որ խնդրին նայենք էության մեջ, նույն Ռուբեն Զարդարյանի կամ Թլկատինցու, որի հետ շատ համատում է երբեմն համաստեղին, արձակը իրենց դիրքորոշմամբ, իրենց կենցաղապատկերումներով, իրենց հերոսների տիպաբանությամբ գլոբալ մեծ տարբերություններ չունեն, ինչու մեջ մեկը կարոտի, մեկը ոչ կարոտի, իհարկե այն բնորոշումը կա, որ դրան կորսված եզերքն էին փրկում բան, ես ավելի շատ հակված եմ ահա համաստեղի արձակի մեջ տեսնել ոչ թե կարոտից ծնված, հա, ինչ որ շերտեր, որոնք բերել են այդ տեսակ գրականության ստեղծմանը, այլ մի շատ բնորոշ հոգեբանական վիճակ, որ աշխարհի այլ ժողովուրդների գրողների էլ բնորոշ է, նաև մեր գրականության մեջ այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, հարաբերվել մեծ քաղաքների հետ, հա, ճանաչել այդ մեծ քաղաքների այն գարշելի կողմերը, հա, ամենատարբեր խորշերը պեղել եւ այսպես հոգու խաղաղություն փնտրել են գյուղական խաղաղ միջավայրերում, որտեղ այն նույն կոնֆլիկտները որ կան, հա, եթե տեղափոխվեն դրանք քաղաքային միջավայր, կդառնան ուղղակի մեծ աղետներ, մեծ հանցագործություններ, գուցե ամենատարբեր դռներ բացեն։ Իսկ այդ նույն վեճերը, կռիվները, որ պարբերաբար մենք հովվերգական լուծումներ։ Այո, համաստեղի գրեթե բոլոր պատմվածքներում կան վիճաբանություններ, վեճեր, մարդիկ իրար երբեմն չեն հասկանում ամենահասարակ բաների պատճառով, որ պատմվածք ուզում ես վերցնենք, հա։ Ըստ ամենայնի համաստեղի խնդիրն էր գրողական, նաև հոգեբանական ցույց տալ ահա գյուղական միջավայրում այդ խաղաղ գոյակցության մեջ ինչպես են բաշխվում, այսպես ասած, կյանքի կանոնները, որոնք, ելի եմ ասում, քաղաքային պայմաններում կարող էին այլ լուծումներ ստանալ։ Եվ պատահական չէ, որ ես կարծում եմ նաև որոշակի դիտավորությամբ համաստեղը ստեղծեց նաև պատմվածքների մի ամբողջ տպավորիչ շարք, երբ որ արդեն քաղաքային միջավայրում էին գործողությունները կատարվում, այստեղ էլ իմ կարծիքով գրականագիտությունը որոշակի արհեստական այսպես բաժանում կատարել է, հա, այսպես տարբերակում է անում համաստեղը արձակում հայը իր բնաշխարհում, հայը Ամերիկայում, հայը բնաշխարհում, ես կարծում եմ, որ ազգային տեսանկյունից չպետք է դիտել սա, հա, սա մարդու տարբեր այսպես տեղավորումներն են, այո, տեղավորումներն են տարբեր միջավայրերում, որովհետև մենք տեսնում ենք նույն, ասենք, Զոհը Կարամուներ պատմվածքում, հա, ամենահայտնի պատմվածքը այդ թեմայով, ես դա եմ հիշում, որ հիմա նաև մեծ լսողները, դիտողները ճիշտ արձագանքեն, ինչու՞ չէ, Վարդանը պատմվածքը հիշենք, էլի քաղաքային միջավայրի, որ ինչու զուգահեռ նաև դրված, որ զուգահեռ կարդում ես այդ գյուղական պատմվածքների, տեսնում ես, որ ըստ էության նրանք նույն կար ամուն գործ ունի սոցիալական նույնպիսի էույթով, հա, նույնպիսի անարդարության հետ, ինչպիսին ասենք տափան մարգարը գյուղական միջավայրում, բայց ինչ մասշտաբի ողբերգություն է դառնում այդ արարքը կամ այդ երևույթը տափան մարգարի համար, ինչ մասշտաբի կամ ինչ էության ողբերգություն է դառնում նմանատիպ երևույթը կար ամուի համար։ Սրանք այդ միջավայրերի փոփոխությունն են։ Որտեղ է զբաղվում այդ իրականության, այսինքն ոչ միայն բնությունն է, ոչ միայն մարդկանց հարաբերությունների ընդհանուր պարզությունն է, այլև քո հայրենիքում ես այդուհանդերձ եւ այնտեղ օտարության մեջ։ Այսինքն այստեղ չես կարծում, որ ոչ այնքան քաղաքը եւ գյուղը կապ ունեն, որքան հայրենիքը եւ օտարությունը։ Ես գիտես, ես չեմ ուզում միանգամից, չգիտեմ, համաստեղի արձակը եւ ասելիք կտրել բնականաբար հողից, բնականաբար կարծում եմ, որ նաեւ նման խնդիր բնականաբար կա դրված, որովհետեւ այդ ոտքը հայրենի հողի վրա
լինելու պարագային բնականաբար այդ դժվարությունները, տարբեր դժբախտությունները, տարբեր սոցիալական խնդիրները ուրիշ կերպ է նայում, բայց դա էլի եթե այս թեման էլ փորձենք վերլուծել դրան չտալով են նոստալգիկ եւ կարոտային գերանգ, էլի գալիս ենք մի շատ սթափելի վերլուծության, որ դա էլի արևմտահայ գրականության արձակի մի շատ կարևոր թեմայի ծիրի մեջ է, այդ պանդխտության գրականությունը, որի չգիտեմ, եթե ոչ մի բան չհիշենք, Սիամանթոյի հայրենի հրավեր շարքի 1-2 բանաստեղծությունը բավական է, հա, որպես այդ երևույթի ամբողջ սոցիալական, ազգային եւ մնացած ողբերգական բաները պատկերացնենք եւ կտեսնենք, որ դրանից ասելիքի էությունը գլոբալ առումով չի փոխվում։ Վերադառնալով իմ հարցադրմանը քեզ, հմայքի մասին համաստեղի, ես կուզեի այս հարցին էլ պատասխանել, որ համաստեղի արձակի հմայքը ոչ այնքան բաղադրվում է լեզվական, չգիտեմ, պատկերային, պատմողական երևույթների միջոցով, այլ այն թեմաների եւ պատմությունների ընտրությամբ, որ ունի համաստեղը։ Չգիտեմ, ուշադրություն դարձել ես թե չէ, ինչքան այլ են համաստեղի պատմությունները։ Հա, այդտեղ դու կարող ես միանման կամ ինչ որ արդեն ճանաչելի սոցիալական խնդիրներ տեսնել, այդտեղ դու կարող ես միանման կամ ճանաչելի ինչ որ մարդկանց տեսնել, հարաբերություններ տեսնել, վարվելակերպ տեսնել, բայց այդ պատմությունները միշտ ունեն յուրօրինակ այնպիսի ընթացք, որը արդեն բերում է նրան, որ սա անպայման համաստեղյան պատմվածք է։ Ես այդքան համաձայն չեմ, որովհետև իմ կարծիքով այդ հմայքը հենց գեղարվեստական առանձնահատկությունների մեջ է, ոչ թե նրա մեջ թե ինչ ես պատմում, այլ առավել չափով ինչպես ես պատմում ի մեջ։ Եթե հիշենք օրինակ համբույր պատմվածքը, հիշում ես, այնտեղ նուրբ հումորով, նույնիսկ հեգնանքով է սկսում այդ նկարագրությունը։ Եթե հիշենք չնեմ անձրևը պատմվածքը, հիշում ենք այդ երկնքի նկարագրությունը, այս մենք դեռևս չգիտենք, թե այստեղ կոնֆլիկտը որտեղ է, բայց այդ նկարագրության մեջ բնության մենք հասկանում ենք, որ կոնֆլիկտը հետո արդեն հասկանում ենք, անդրադառնում ենք այդ կոնֆլիկտը այդտեղից է, հարաբերությունները ինչպես են, մարդկանց վերաբերմունքը, երբ որ պարտք ես մեկին կամ ցանկանում ես պարտք խնդրել եւ դրանից առաջ եւ հետո ինչպես է, այսինքն այս նուրբ կառուցումները պատմողի հանդարտ ոճը, մարդկանց ներկայացման, այսպես ասած, չեզոք կերպը, որովհետև այստեղ դրական եւ բացասական կերպարներ, հերոսներ մենք չենք տեսնում, մարդիկ տարբեր իրավիճակներում տարբեր են, որքան բնական է, բայց սա ընտրում է ճիշտ նրանց ներկայացման ճիշտ ձևը, ճիշտ տոնայնությունը, ոչ մի բառով, ոչ մի արտահայտությամբ եւ պատկերով նա որոշակի գնահատականներ չի տալիս կամ եթե նույնիսկ տալիս է, հետո հաջորդող տողերում եւ էջերում փոխվում են այդ գնահատականները, այսինքն այստեղ շատ կարեւոր է այդ համաստեղի պատմելու հանդարտությունը, վարպետությունը շատ կարեւոր է, կարեւոր են կերպարակերտման սկզբունքները, նրանց հոգեբանական աշխարհի այս կառուցման կերպով կապված կոնկրետ իրավիճակների, բնության երևույթների, հատկապես հողի այս աշխատանքի հետ, որովհետև այս բոլոր մարդիկ այդուհանդերձ մի ուրիշ ուրեմն բանի մեջ են, այդ գյուղական աշխատանքն է, օրինակ մեծ ծանոթ հայտնի հատկապես ուրեմն գյուղական այս պատմվածքներում, այդ գյուղական աշխատանքն է, որը ենթադրում է հողի հետ հարաբերություն, բնության հետ հարաբերություն, կոլեկտիվ աշխատանք որոշակի, քո ճակատագիրը, քո կեցությունը կախված է մի կենթանու, ասենք տնային կենթանու առողջությամբ պայմանավորված է, կամ էլի շատ ուրիշ հանգամանքներ, որոնք վարպետորեն իսկապես հմտորեն կարողանում են ներկայացնել համաստեղը։ Ես քեզ հետ բնականաբար համաձայն եմ, որ հետաքրքիր են, այո, ես քեզ հետ համաձայն եմ, որ դրանք էլ լրացուցիչ արժեք են հաղորդում բնականաբար Բաքուն, ասեցի Բաքուն, հիմա Բաքունցին էլ կանադառնամ համաստեղի արտակի հմայքին եւ պատահական չէ, հա այդ Բաքունց համաստեղ զուգահեռնել հետագայում շատ տարվեց եւ ըստ ամենայնի նաև տեսակետ կա, որ Բաքունցը ի ցույց դնելու համար իր հարազատությունը իր կյանքի վերջին հրատարակած ակնարկների մի ժողովածու հենց համաստեղյան ժողովածուներից մեկի վերնագրով վերնագրեց հենց Անդրևը եւ այստեղ ահա եթե զուգահեռի մեջ էլի դիտարկենք հմայքը հասկանալու համար հիմա մեկ էլ մեր արձակումով մեծ հմայք ունի Աքսել Բաքունցը, չէ, երբ որ չես էլ կարողանում բացատրել այդ հմայքը որտեղից եղավ։ Իհարկե Մնձուրին, դու արդեն ասացիր Մնձուրու անունը, ինձ թվում է համաստեղը ամենից մոտ է Մնձուրու արձակին համաստեղը։ Այդպես համաստեղը մոտի եւ հեռվի հարց չեմ ուզում քննարկենք, փորձենք այդ հմայքը հասկանալ, ես ինչ եմ ավելի այսպես հակված նրա հմայքը, նրա պատմությունների յուրօրինակության մեջ տեսնել, որովհետեւ
արի համաձայնիր կամ եթե չէ հակադարձիր, նրա ամենափոքր պատմվածներն անգամ գիտեմ ֆաբուլային տեսանկյունից շատ ավելի երկար ձգվելու հատկանիշ ունեն, քան այն ինչ որ ներկայացվում է, հա։ Էլի գրականագիտության մեջ սա դիտարկում է որպես մեթոդ, որպես առանձնահատկություն, որ ավելի շատ համաստեղը նաև մնձուրում ասեն շատ ասում իրենք կադրերով մտածող են, սկիզբն ու վերջը այդքան կարևոր չեն, ինչքան բուն ընթացքը, հա, ինչ որ պատկեր են կտրում հանում, բայց ես կարծում եմ, որ համաստեղն ամեն դեպքում ինքը ստիրել է պատմություններ եւ դրա հակվածությունը արտահայտվեց նրա հետագա գրած գործերում, որովհետեւ ձեռնամուխ եղավ մեծ վեպի ստեղծման, հա, սպիտակ ձիավորը, հա, մեզանում հրատարակվեց վերջին տարիներին, այո, մեզ տես այդ վիպական այդ կառույցի մեջ սպիտակ ձիավորի շունչը համաստեղի, այ փոքր արձակից հետո գալ մեծ վեպին։ Տես ես կարծում եմ, որ համաստեղը ավելի շատ իր ամբողջ հմայքով հենց վեպի մեջ է, թեպետ վեպի շուրջ միանշանակ կարծիք չկա շատ բարձր, բայց ես դա համարում եմ իսկապես համաստեղի գլուխգործոցը, որովհետև իր գրական կարողությունները պատմելու, ոճաստեղծման, ամենատարբեր սյուժեների միատեղման եւ այլն հենց այդ վեպում է դրսևորվել, մանավանդ որ այդ վեպը ըստ ամենայնի նաեւ վեր է հանում մի էպիկական շրջանի էպիկական պատկեր, շատ բախտորոշ պատմական որոշակիություն, որ հաճախ համաստեղի պատմասերում չեն կարող տեսնել, այո, եւ իհարկե նշաններ կան ժամանակի, բայց ինչպես դու ասացիր, կտրված է կարծես թե այդպես որոշակի եւ հաջորդող եւ նախորդող իրադարձություններ մենք չենք տեսնում։ Տես այդ վեպից եւ այստեղից այդ հովերգական տրամադրությունն է ստեղծվում, կարծես թե ժամանակը կանգնել է եւ այդ կանգնած ժամանակի մեջ բոլոր խնդիրները լուծումներ գտնում են։ Հիմա վեպում այդ խնդիրները չկան։ Վեպում այդ խնդիրները չկան եւ մենք այստեղ տեսնում ենք թե իրեն ընձեռված տարածական, հա, այդ հնարավորությունների սահմանում ինչպես է իրացվում համաստեղի տաղանդը, հա, որովհետեւ այնտեղ եթե միայն գլխավոր կերպարի հետ մարտիկի կերպարը վերցնենք, նրա ծնունդը, զարգացումը եւ էպիկական, ոճական այդպես մեծ կերպար դառնալը դա գրողական մեծ վարպետության արգասիկ կերպար է, որի զարգացումը իր մեջ ներառում է նաև ամենատարբեր հարաբերություններ, միջազգային նաև հարաբերություններ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև ներառում է մեր այդ շրջանի պատմական ժամանակահատվածի համար շատ կարևոր դրվագներ ֆիդայական շարժման հետ կապված առաջին հանրապետության նախապատրաստման, ստեղծման համար շատ կարևոր դերակատարություն ունեցող եւ ամենակարևորը, ահա այդ ազգային պատկերը են, որ շատ մենք ուզում ենք շեշտել եւ տեսնել նրա պատմվածներում գյուղերի նկարագրություններ, գյուղերի բարքեր, գյուղերի կենցաղավարություն եւ այլն, ինչպես են իրականում ապրում, հա, զրկված են որոշակի ասած այդ հովերգական երանգից, որ մենք կարող ենք տեսնել, այո, ավելի ոչ միայն ռեալիստական, սոցիալական այդ հակասությունները, այո, մենք այդտեղ ենք տեսնում քաղաքական եւ պատմական, ուրեմն համատեքստն էլ պահպանված եւ այստեղից էլ նաեւ այդ տարածությունն է առաջացել, որպեսզի այդ խնդիրները ի վերջո ներկայացվեն կամ լուծումներ գտնեն։ Այդ առումով որ նայենք, տես էլի ինչքան ես վերլուծում եմ, միշտ ասում են նորմալ է, որ այդպես է, որովհետեւ օրինակ մարդիկ կան, որ նույն մնձուրում ասով էլ ասում են, հա, մարդը եղեռնից փրկվել, եղեռնի մասին ոչ մի բան չունի, նստած իր համար այն կովերի մասին է պատմում, եզների մասին է պատմում, չէ՞ ինչ-որ առօրյական զրույցներ, նրա որոշակի հա չնայած համաստեղինը նույնպես մասնամբ, այսինքն չկար եւ այստեղ ուրիշ բան, հոգեբանական թերևս խնդիր կա այդ թեմաներին ասել, երբ որ գրողը, օրինակ հիմա նույնը կարող ենք ասել համաստեղի մասին, արի չժխտենք, որ մի քիչ առաջ խոսում ենք, չէ՞, ինչքան կոնֆլիկտներ կան համաստեղի պատմվածներում այդուհանդերձ, ինչքան կոնֆլիկտներ կան, որտեղ արի հանրայդ պատմվածներից մեկը հիշենք, որ դպրոցում էլ անցնում են, Չալոն օրինակ, հա, որտեղ տեսնում ես իհարկե մեծ գյուղ, բայց տեսնում ես այդ գյուղում լիքը խնդիրներ այդուհանդերձ, լիքը խնդիրներ, որտեղ այդ մեկը այն մյուսի հետ հաշ չի, այն մեկը սրա հետ հաշ չի, այս մեկը միսա ծախում, այն մեկը ուզում առնի փող չունի, մի խոսքով խնդիրներ կան ամեն դեպքում, էլի։ Բայց խոստովանենք, որ այդուհանդերձ այդ հանդարտ ոճը, հենց այդ հանդարտ ոճը ինչի համար ավելի տպավորում է, քան հենց բուն խնդիրները, այսինքն։ Այ գալիս հասնում ենք այդ շատ կարևոր տեղերին, որովհետև ահա այդ պատմվածքի տարածության մեջ համաստեղը կոպիտ ասած ժամանակ էլ չունի, տարածությունն էլ չունի, այդ
կոնֆլիկտները սրել ճշմարտության ավելի առարկայական ցույց դրման նպատակով, ասենք, էլի, եւ բնական է, որ հովերգական շերտը այդուհանդերձ այ ասացիր կարոտ բառը լավ չի, բայց այս վերստեղծում է այդ կորսված եզերքը, այ քո ասած վերականգնում է, վերստեղծում է ինչ-որ մի բանի համար այդ պատկերը, այդ մարդկանց պարզ անմիջական հարաբերությունները։ Շատ լավ, եթե մենք ուզում ենք միայն կենսական բարոյական որոշակի արժեքներ, մարդկայնություն, առումով կարող ենք ասել, որ փրկել է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ միայն փրկելու ֆունկցիա չի ունեցել։ Գուցե այդ երևույթը դեռ խաղացել է որոշակի հովերգականության ապահովելու համար, բայց ճշմարտությունը իմ կարծիքով, ճշմարտությունը եւ այն ինչին հետամուտ է լինում համաստեղը, ավելի շատ իր այդ մեծ արցակի մեջ է մասնավորապես սպիտակ ձիավորի, որովհետեւ մենք այդտեղ այդ նույն գյուղական միջավայրն է, նույն գյուղական կյանքն է, բայց այդտեղ մենք տեսնում ենք կոնֆլիկտները ավելի սրված, ավելի սուր դրված, մենք այդտեղ տեսնում ենք, թե դրանք ինչերի են հանգեցնում, մենք տեսնում ենք, որ ամեն ինչ այդքան էլ պետք չի հովերգականի մեջ նայել եւ այլն եւ այլն։ Իհարկե դրանք էլ իրենց հերթին թանկ են որպես վկայագրություններ եւ այլն, բայց ես կարծում եմ այնուամենայնիվ, որ վիպական տարածություններ համաստեղինը ցավոք ինքը դրան շատ չդիմեց, մյուս բացառությունը մի փոքր ավելի այսպես տարածության մեջ իրացված առաջին սերը գործներ կյանքի վերջում գրված, որը արդեն միտված էր այլ պոեզիա ունի, պոեմ, բանաստեղծություններ եւ այլն։ Եթե գանք արդեն համաստեղի ստեղծագործության այդ կողմերին, շատ բազմաժանր հեղինակ է բնականաբար եւ հայտնի բանաստեղծություն ունի Մայրի Մանուշը, որը շատերը նմանացնում են Չարենցի հիշում եմ քո դեմքը ծեր Մայրի Մանուշ անգին բանաստեղծության հեքիաթներ, ընդհանրապես իր ընդգրկումով տաղանդի համաստեղը շատ ավելի հզոր երևույթ է իմ ըմբռնամ, քան այն ինչ որ ինքը կարողացավ իրացնել։ Տես մենք գիտենք, որ 1966 թվականին է մահացել, բայց իմ կարծիքով նրա ստեղծագործության լավագույնը այնուամենայնիվ երասնականներ, ահա այդ թվականներին է այդ շրջանում, երբ որ նաև այստեղ սա կարող ենք մեկ այլ հայացքով էլ դիտարկել, որ Սփյուռքի գրականությունը հենց այդ շրջանում էր, որ ինքնացման, կայացման, իրենը հաստատելու խնդիր ուներ եւ համաստեղը այդ առումով շատ մեծ նպաստ է բերել դրան։ Եվ ինչն է այստեղ շատ կարեւոր, ես խոսքի սկզբում էլ նշեցի այդ երկու կողմից ընդունվելը, բայց սա շատ էական էր նաեւ գրականությամբ, այսպես կամուրջ նետելու, ոչ թե երկու կողմից ստեղծվեն ինքնաբավ փակ տարածություններ գրականության, այլ յուրովի ձայնակցեն։ Եվ այդ առումով, եթե մենք համադրելու լինենք այդ նույն շրջանի խորհրդահայ գրականությունը եւ սփյուռքահայ գրականությունը, մենք այդպեսի կամրջող գրողներ քիչ ունենք։ Խոսքս միայն այստեղ ու այնտեղ կապ ունենալու մասին չէ, այլ գրականության էությամբ երկու կողմին էլ այսպես կամուրջ նետող, Բակունց, Չարենց, համաստեղ մի փոքր գաղափարախոսությամբ Շահնուր, ինչ որտեղ գուցե Կոստանդզարյան եւ Ավետիք Իսահակյան շատ չեն եւ այդ առումով համաստեղի գրականության հմայքը, ես կարծում եմ նաև անկախ նրա պատկերած նյութից, հերոսներից եւ դրանցից բխող եզրահանգումներից այն խոր լավատեսության մեջ է, որ ուղղակի ճառագում է, հա, նրա արձակից նույնիսկ այնպիսի հորատեսական, այսպես ընթացք, սյուժե, ողբերգական էություն ունեցող գործերում, ինչպիսիք օրինակ հենց քո սիրած զրույց Շունիմը հետն է կամ չգիտեմ Երնեկային օրերունն է, հա, որ հենց բուն Եղեռնի ցեղասպանության պատկերներ են վերհանում։ Այդ լավատեսությունն էր, որ այնուամենայնիվ այդ հարատևումի շարունակության խորհուրդն էր բերում երկուստեք եւ դրանով առինքնում էր ընթերցողին ամեն դեպքում։ Մեր հաղորդման շրջանակում իհարկե փորձեցինք ընդհանուր գծերով նրա արձակի հմայքը ներկայացնել, փոքր-ինչ բանավիճեցին, կարծում եմ, որ հեռուստատողը հետաքրքրվեց եւ կփորձի համաստեղին ճանաչել դպրոցական դասագրքային այդ մի քանի պատմվածքից դուրս եւ կբացի եւ կընթերցի նրա նոր իր համար նոր գործերը։